Սիրելիներ, ինչ միջոցով Աստված վերականգնեց, ինչ գին վճարեց Աստված իր խոսքի հեղինակությունը բարձրանալու, սա ամենամեծ հրաշքն է, սիրելիներ, կատարված երկրի վրա, մարդկանց կյանքում, ամենամեծ հրաշքը, որ Աստված կատարել է երկրի վրա, և թե երկնքում, բոլոր ժամանակներում, դա Գողգոթայի խաչի վրա է կատարվել։ Գիտեք, դա դառել է պատմություն շատերի համար, դառել է կրոն, խաչելությունը, խաչը դառել է կրոն, դառել է ինչ-որ մի առարկա, դառել է ինչ-որ մի իր, բայց այնտեղ հրաշք կա, և Սուրբ Հոգին ուզում է, որ այդ հրաշքը կատարվի քո կյանքում Հիսուսի անունով։ Եվ ում կյանքում, որ սա կատարվել էր, առաքյալներից սկսած, նրանք այսպիսի վկայություն են անում, եթե պարծենամ էլ միայն Քրիստոսի խաչով, այ հրաշքը ճաշակած մարդն է ասում։ Ինչ է կատարվում, սիրելիներ, ինչ է կատարվել խաչի վրա։ Աստծու խոսքը, որպեսզի մարդի կյանքում դառնա հեղինակություն, խառնվի հավատքով, Աստված մեծ գին վճարեց։ Այդ սուտը, որ մարդի ներսում սատանայի սուտը խառնվեց հավատքով, այդ հիվանդությունից բժշկվելու համար դա հոգևոր կատեգորիայի հիվանդություն է։ Անհավատությունը դա հոգևոր աշխարհի հիվանդություն է։ Եվ սա ֆիզիկական, եթե համեմատություն ունենք, այդ քաղցկեղն է, որ ամբողջ աշխարհը գլուխ են խոնարհացնում։ Եվ սիրելիներ, այդ հոգևոր աշխարհի հիվանդությունից բժշկելու համար Աստված մեծ գին վճարեց։ Հեղինակազրկվել է Աստծո խոսքը, հեղինակազրկվել է Աստծո սերը, հեղինակազրկվել է Աստծո բարությունը, հիմա Աստված ինչպես ապացուցի, որ քեզ սիրում է։ Աստված ինչպես ապացուցեց աշխարհին, որ ինքը բարի է, որ իր խոստումները այո եւ ամեն են։ Մնացած մտքերը սատանայի սուտն են, որ դրանք քանդվի եւ Հիսուսի անունից անդունդը գնան։ Հենց հիմա Հիսուսի անունով, որովհետեւ սիրելիներ, մենք չենք խոսում անցած հրաշքների մասին, անցյալ կատարյալով չենք խոսում, նաեւ խոսում ենք մեր այսօրվա կատարված հրաշքների մասին եւ վաղվա, որը կատարում է Քրիստոսի արյունը։ Աստծո խոսքը քո կյանքում որպես հեղինակություն բարձրացնելու է Քրիստոսի արյունը։ Եթե հավատքի աչքերով դու չես տեսել Քրիստոսի վերքերը, դու չես տեսել արյունը, Աստծո սիրո, Աստծո խոստումների, Աստծո բարության ապացույցը, Տերը թող օրհնի, ես չեմ ուզում շտապեմ ինչ-որ բառեր ասելու, ես ուզում եմ, որ այս ճշմարտությունը հասնի մեր հոգու աշխարհին և բժշկություն անի քո նստած տեղը, որ քո ներսը հավատքով զորանա, որ քո ներսը հաստատվի այս ճշմարտության վրա և հավատքով զորացած դու սկսես փառավորել Հիսուսի անունը։ Գիտեք, մարդի բնույթը ինչպես է, սիրելիներ։ Մարդը հասկանում է, որ Աստված բարի է, մարդը հասկանում է, որ Աստված սիրում է իրան, մարդը հասկանում է, սիրելիներս բոլորը, որ Աստծո խոստումները այո եւ ամեն են եւ Աստված չի կարող սուտ խոսել, բայց սիրելիներ, երբ որ պրոբլեմ է, մի փոքր էլ որ երկարում է այդ պրոբլեմը, մարդը սկսում է կասկածել։ Ես Աստծո խոսքից եմ ասում, սիրելիներ, քանի հոգի են հավատում Աստծո խոսքին, քանի հոգու կյանքում Աստծո խոսքը հեղինակություն ունի։ Այդ դահլիճում կարող է ոմանք նոր են եկել, սիրելիներ, ուղղակի բոլորին էլ վերաբերվում է եւ բոլորի համար էլ սա բժշկություն է։ Քանի հոգի են հավատում Աստծո խոստումներին, քանի հոգի են հավատում, որ Տերը խոստացել է, որ ամեն օր Տերը քեզի հետ է մինչև աշխարհի վերջը, քանի հոգի են հավատում։
Քանի հոգու կյանքում հեղինակություն ունի։ Քանի հոգի են հավատում, որ Տերը բարի հովիվն է, նա քո բարի հովիվն է։ Երբ որ գայլը գալիս է քեզի հափշտակելու, պրոբլեմը, հիվանդությունը, գայլը այդ սատանան է։ Սատանայի սարքած պրոբլեմներն ու հիվանդություններն են։ Եկել են քեզ հափշտակելու, բարի հովիվը քեզի չի թողնում ու փախչում։ Նա քեզ վերցնում է իր գիրկը, քանի հոգի են հավատում, սիրելիներ։ Քանի հոգի են հավատում, որ ինչպես, ես Աստծո խոստումներն եմ ասում, ուղղակի դուք նայեք, այդ բժշկությունը կատարվել է թե ոչ։ Աստծո խոստն ասում է, որ կաթնակեր երեխային իր մայրը կարող է մոռանալ։ Այստեղ շատերը մայրեր են։ Հիշում եք, որ Սողոմոն իմաստունի մոտ բերեցին այն երեխային, որ մեկը հալալ մայրն էր, մյուսը գողացել էր այդ երեխային եւ խորթ էր։ Եվ վիճում էին, երկուսն էլ ասում էին իմն է երեխան։ Եվ Սողոմոնը իմաստուն ասեց, որ մեջտեղից կիսեք, կեսը նրան, որ չվիճեն։ Եվ ինչ կատարվեց հալալ մոր հետ։ Նա չի կարող ուրանալ կաթնակեր երեխային։ Ասեց իրան տվեք, մենակ այդ երեխուն չմորթեք։ Եվ Սողոմոնը ասեց, որ նա է մայրը, տվեք իր մորը։ Փառք Հիսուսին։ Բայց Աստծո խոսքը ավելին է ասում, եթե մոռանա էլ մայրը իր կաթնակեր երեխային, քեզի հավիտյան պիտի Տերը չմոռնա։ Քանի հոգի են հավատում։ Բայց եկեք խոստովանենք, սիրելիներ, բայց որ մի փոքր պրոբլեմը երկարում է։ Աղոթքի պատասխանը երկարում է, մենք տրտնջում ենք։ Դու խռովում ես։ Բա ուր է հավատքը։ Ուրեմն հասկացողություն է ու ոչ թե հավատք։ Սիրելիներ, այդ հիվանդությունը, որ Ծննդոց գրքում մենք կարդացինք, որ Եվան Աստծո խոսքին մերժեց եւ հակառակը արգելված պտուղին իր ձեռքը երկարացրեց, այդ հեղինակազրկված վիճակը ոչ մի հրաշք, ոչ մի նշան չկարողացավ բժշկել մարդի կյանքում։ Դա միայն բժշկում է Քրիստոսի արյունը։ Աստծո խոստումների ապացույցը Աստված իր սերը չապացուցեց ինչ որ հրաշքներ կատարելով քո կյանքում։ Հիմա կարող է հրաշքից դու ոգևորվես, ասես Տեր ջան, փառք ես, իրոք դու ինձ սիրում ես, բայց մի քիչ հետո ուրիշ խնդրեմ կառաջանա, ու դու կասես, բա որ Աստված ինձ սիրում է, այս ինչի նորից խնդրեմ եղավ, կասես, ասում ես։ Մի կասես, որ Տերը իմ հետ է, որտեղ խնդրեմը լուծվեց, հիվանդը բժշկվեց, բայց մի քիչ հետո մի ուրիշ խնդրեմ կծնվի քո կյանքում, ու դու կասես, որ Աստված իմ հետ է, բայց ինչ է այն վիճակը։ Դու կընդունես այդ միտքը։ Սա մարդի բնույթն է։ Սիրելիներ, եւ դու չես կարող այդ բնույթին հաղթել։ Այդ բնույթին հաղթել է Քրիստոսի արյունը։ Հին մարդը պարտվել է խաչի վրա։ Եվ հին մարդը ով է, որն է։ Հին մարդը նա է, որը Աստծո խոսքը գիտի, բայց Աստծո խոսքով չի կարողանում ապրել, որտեղ նրան չի հավատում։ Նա ասում է, բա ուր է քո սերը։ Հին մարդը ասում է, բա ուր է որ քո խոստումները։ Բա ուր է քո բարությունը, որ ես ինչ եմ վիճակը։ Սա հին մարդն է, եւ հին մարդի զորությունը, նրա իշխանությունը Աստծո որդին Սուրբ Գիրքն ասում է, որ փչացրել է խաչի վրա։ Ինչ է դա նշանակում։ Ինչ է դա նշանակում, սիրելիներ։ Այս ճշմարտություններն են գործանողը։ Բժշկողը ճշմարտություններն են, սիրելիներ։ Տերը թող օրհնի, որ այս բժշկությունը կատարվի։ Ես երկու համար եմ Սուրբ Գրքից ուզում նորից ընթերցել 6-րդ գլուխ Հռոմեացիս 6-րդ խոսքը։ Զայս գիտնանք, որ մեր հին մարդը, այդ հին մարդը այդ խռովող մարդն է, որ իրան հաճելի է մեղքի կյանքը, ինքը ծակոտ գուբեր է փնտրում, մերժել է ջրի աղբյուրը, ծիծաղում է Աստծո խոսքի վրա, տրտնջում է, սիրելիներ, զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը փչանա, որպեսի ասկե ետև մեղքին չծառայենք։ Ինչու խաչի վրա։ Եվ ես մի համարել եմ կարդում Սուրբ Գրքից,
Առաջի թուղթ Հովանու, առաջի գլուխ 7-րդ համարը։ Ապա եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդություն կունենանք, ու անոր որդվուն Հիսուս Քրիստոսի արյունը ամեն մեղքե կսրբե։ Սիրելիներ, Աստված քեզ հաջողություն տալով չի ապացուցում իր սերը։ Աստված քո հիվանդը բժշկելով չի ապացուցում իր սերը։ Դրանք փոքր բաներ են։ Աստված խնդիրները լուծելով չի ապացուցում։ Աստված իր սերը ապացուցել է Քրիստոսի այրունով։ Սա վերջն է։ Աստծո բոլոր խոստումները կնքված են Աստծո որդու Հիսուս Քրիստոսի այրունով։ Փառթվեք Տիրոջը դրա համար։ Մորթված գառնուկ արժանի է փառքերի։ Միայն այրունը կարող է այդ անհավատությունը սրբել քո սրտից։ Ես վկայություն եմ անում, երբ որ ես ապաշխարել էի, իմ սիրտը տվել էի Տիրոջը։ Անկեղծ ասում եմ, սիրելիներ, մեղքի աշխարհը թողել էի, մեղքի ցանկություններ, ես ֆիզիկապես մեղքի մեջ էի, շրջապատ աշխարհիկ եւ Աստծո ժողովրդի մեջ էի, Տիրոջ հոտի մեջ էի, բայց սարսափելի իմ ներսը սիրում էր մեղքի կյանքը, սարսափելի էր սիրում։ Եվ արդեն որ անցել էին տարիներ, այդ սովը սաստկացել էր, այդ ծառավը սաստկացել էր, սիրելիներ։ Եվ ես հիշում եմ, որ ես իմ սրտում այսպես է ասում Աստծուն, վախենում է բարձրաձայն ասեմ, բայց իմ սրտում ասում է։ Եվ ինչը բժշկեց, այդ եմ ուզում վկայեմ, սիրելիներ։ Ասում է Տեր Աստված, դու ամեն բան արգելել ես։ Ես ասում եմ, դա 70-ական թվերի վերջերի, 80-ականի սկզբների բան եմ ասում։ Գոնե ես մի բաժակ ջուրը չարգել էի, որ ես մի բան էլ չարգել էի։ Մարդը ինչի չի ուզում, որ արգելված չլիներ։ Ինչը որ դու սիրում ես, չէ՞։ Կուրքը, դա քո կուրքն է։ Դա քո այդ գուբն է, որտեղ կյանքի կաթիլներ ես փնտրում։ Որտեղից դու ուզում ես քո հոգու ծառավը հագեցնել, հոգու սովը կշտացնել։ Ասում եմ, ես մեկն էլ չարգել էի։ Ինչ կար սրա մեջ, ու թող Տերը ների այդպես իմ մտքում բացատրում եմ, թե սրա մեջ ինչ կա, որ դու արգելել ես։ Հիմա ես ասում եմ աստվածային պատասխանը, ճշմարտությունն եմ ասում, ճշմարտության հայտնությունն եմ ասում, որը բժշկել է ինձ արդեն 30 տարուց ավել, և նրա բժշկածը բժշկած է, և փոխանցում եմ Հիսուսի անունով, որ քեզ էլ բժշկի, Հիսուսի անունով, սիրելիներ, և ես հիշում եմ աստվածային պատասխանը հոր պես էր բացատրում, ոչ թե ուսուցիչի պես, թեկուզ Սուրբ Հոգի նաև ուսուցիչ է, ոչ թե այդպես մոտիկ հարազատի պես ինչ-որ ընկերոր, հոր պես, տղա ջան ասում էր, ախր ես քեզ այնքան շատ եմ սիրում, դրա համար եմ ասել այս ջուրը մի խմել, որովհետև այս ջուրը խմելու ջուր չի, ես ինչպես քեզ կամենամ, չէ որ այդ ջուրը խմելու չի, ես էլ քեզ սիրում եմ, դու չես տեսնում, բայց հայրը տեսնում է, և եթե դա խմելու ջուրն էր, առաջինը քեզ կկամենայի, դու իմ որդին ես, կամենում եմ անգամ երկրի վրա, ամենաանտիր բաները, հիմա որ էդի խմելու չի, ես չեմ կարող քեզի չարություն անել, ես քո հայրն եմ, բացվեց իմ հոգու աչքերը, և ես տեսա, և ապացույցը, որ Աստված իր որդին է տվել, Հիսուսը այրուն է թափել, այդ խոսքերը կնքված են Հիսուսի այրունով, այրունն է մաքրել մեղքից ինձ, այդ այրունը քեզ էլ է ուզում մաքրել մեղքից, այսինքն, այն ինչ որ Աստված խոստացել է, այն որ Հիսուսն ասել է ես եմ կյանքը, դա կնքված է այրունով, նա որ Հիսուսն ասել է ամեն օր ես քեզի հետ եմ, մի վախնար չարից, կնքված է, ապացույցը այրունն է, նա ծաղկե փնջերով, հրաշքներով ու հաջողություններով չի ապացուցել իր սերը,
Տերը իր խոստումները կնքել է իր արյունով։ Սա վերջն է։ Հիսուս Քրիստոսի արյունը այմա սրբում է։ Ադամի ժառանգությունից սրբում է, սիրելներ։ Ընդունեք Հիսուսի անունով։ Եվ դա Քրիստոսի արյունն է սրբում։ Իսրայել ժողովուրդը այդքան հրաշք տեսավ։ Իսրայել ժողովուրդը այն հրաշքները տեսան, որ ամբողջ աշխարհը չի տեսել։ 40 տարի անապատում պտտելով այն մանուկ երեխաները, կաթնակեր երեխաները, որ Եգիպտոսից դուրս էին եկել, նրանց հագուստը, նրանց կոշիկները 40 տարի մեծացել է իրենց հետ։ Այսպիսի հրաշք չի տեսել աշխարհը։ Եվ Կարմիր ծովը մենք կարդում ենք, սիրելիներ, բացվել է ցամաքով են անցել, որի փորձը կատարեցին եգիպտացիք եւ մնացին ծովի հատակում։ Բայց այդ հիվանդությունից չբժշկվան, չափացուցեց, որ Աստված սիրում է, եւ նրանք անապատում ասեցին, Աստված մեզ ատում է։ Որտե պրոբլեմը գլուծվի, դու փառք կտաս, մի քիչ հետո ուրիշ պրոբլեմ կառաջանա։ Բայց արյունը ամեն օր է սրբում։ Քրիստոսի արյունը ամեն օր է բժշկում։ Սատանան սարսափելի վախում է Քրիստոսի արյունից։ Գիտեք ինչի՞։ Որովհետև իր սուտը ջախջախել է արյունը։ Հալելույա Հիսուսե։ Աստծո խոստումները հաստատում է Քրիստոսի արյունը։ Եվ Սատանան լավ գիտի, եթե ամենատկար, ամենահիվանդ, ամենահուսահատված, ամենաընկած մարդը, որ Աստծո խոստմունքները հավատքով բռնի եւ Հիսուսի անունը կանչի, տեղում պիտի բժշկվի, տեղում պիտի փրկվի։ Այս Սատանան էլ ասել է սուտ է այդ խոսքերը։ Կյանք ես ուզում, ամբողջ աշխարհը կյանք է։ Նայի զրկված չի, էլի Աստծուն հավատա, բայց կյանքը շատ դու երիտասարդ ես։ Այդ սուտը ջախջախել է Քրիստոսի արյունը։ Հալելույա։ Իմ հոգու աշխարհից այդ սուտը ջնջել է արյունը միայն։ Դրա համար Սուրբ Հոգու առաջի գործը, անցած անգամ մենք խոսեցինք, Սուրբ Հոգու առաջի գործը նա եկել է անհավատությունից բժշկելու մարդկության ցեղը, Ադամի ժառանգությունից ազատելու եւ Քրիստոսի արյան հայտնությունով է լինում այդ բժշկությունը։ Այդպես չի, որ մենք մի քիչ էլ որ շատ աղոթենք կբժշկվենք։ Այդպես չի։ Երբ որ բացվում է քո հավատքի աչքերը եւ դու տեսնում ես արյան ապացույցը, միանգամից արմատից ջնջում է այդ այրունը։ Դա համար Հիսուսն ասեց, ես եկել եմ կույրերի աչքերը բանալու։ Երբ որ աչքերը բացվում են, ես հիշում եմ 90-ական թվականներն էր, երիտասարդական պաշտամունք էր, այդպես տիրոջ ներկայությունը, օծությունը առատ էր դալիճում, և ժողովուրդը այդպես Սուրբ Հոգու կրակով բռնկված աղոթում էին, և Սուրբ Հոգին ինձ ասեց, որ աղոթք արա, որ կույրերի աչքերը բացվի դալիճում։ Ես էլ այսպես աչքերս բացեցի, նայեցի, այսպես նասի տնամ, քանի հոգի կույր կան այստեղ։ Սենց փնտրեցի, ասի, ոնց որ թե այստեղ կույր չկա, Հիսուս ջան, ես ում համար աղոթեմ։ Աղոթի, որ հավատքի աչքերը բացվի, նրանք տեսնեն Գողգոթան, տեսնեն ապացույցը Աստծո խոսքի։ Եվ երբ որ այդ աղոթքը գնաց, սիրելիներ, շատ բռնվածներ կային դալիճում, եւ սկսեցին ճչալ այդ դևերի ճիչով, եւ սիրելիներ քանդվեց այդ ստության կապանքները, դևերը ճչում էին, բռնված այդպես վիճակներ կան, որ ճչում են, դա մարդկային ճիչ չի, դա դիվական է, ուրեմն այդ պահին քանդվում են նրա գործերը։ Քրիստոսի այրունը այդ սուտը ջնջում էր եւ դևերը աղաղակում էին, բայց նրանք աղաղակելով անդունդն էին գնում Հիսուսի անունով։ Մենք չէինք հրավիրել, երիտասարդները գալիս էին ծնկի վրա գնում էին Տիրոջ ոտքերի առաջ, արցունքով խոստովանում էին, Տերը բժշկում էր իրանց։ Ֆիզիկականը չեմ ասում, սիրելիներ, հավատքի բժշկություն էր գնում։ Հավատքը որ բժշկվեց, ֆիզիկականն էլ կբժշկվի։ Տերը սկզբից հավատն է բժշկում, հետո էլ ասում է, որ քո հավատքը քեզ բժշկեց գնա խաղաղությամբ։ Այսինքն, երբ որ քո հավատքը հաստատվում է Աստծո խոսքի վրա, այդ խոսքն էլ քեզ բժշկում է,
Եվ հրաշքը էլ չի վերագրվում քո չարչարանքներին, քո ջանքերին, հրաշքը վերագրվում է Աստծո խոստումներին եւ արդյունքում փառավորվում է Աստծո խոսքը։ Ահա Սուրբ Հոգու իմաստությունը աստվածային, որը մենք չենք հասկանում, հետո էլ մտածում ենք ինչի աղոթքի պատասխանը երկարեց, որտեվ Աստված տեսնում է, եթե հիմա քո աղոթքի պատասխանը տա, դու կվերագրես քեզ։ Ուրեմն այդ բոլոր հիմքերը, այդ ուժերը պետք է քանդվեն, ջախջախվեն։ Միայն քո կյանքում մնալու է մի հենարան, մի ապավեն։ Աստծո խոստումները, որը կնքված է իր արյունով, Քրիստոսի արյունով, Փառք Հիսուսին սիրելիներ։ Հիսուսը իր արյունով է ապացուցել, որ քեզ սիրում է։ Եթե նա իր կյանքը չի խնայել, կյանքից թանկ ինչ կա։ Արյունից թանկ, կյանք արյան մեջ է։ Ինչ կա, եթե նա այրունը չի խնայել, ուրեմն մնացածը սուտ են, թող քանդվի Հիսուսի անունով։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, որ բոլոր մարդիկ թող սուտը լան, բայց Աստված ճշմարիտ։ Ես տեսնում եմ, որ Սուրբ Հոգին մաքրում է։ Մենք պետք է փառավորենք այդ արյանը։ Ես խնդրել եմ քույրիկները մի արյան երգ են պատրաստել։ Ինչև երգել է, պատրաստեք երգը, որ երգենք։ Սիրելիներ, մենք պետք է գանք այդ արյան տակ։ Երեխայական հավատքով, մանկական, եւ դի փառավորենք մորթված գառնուկին, եւ տեսնելով Քրիստոսի արյունը որպես ապացույց։ Աշխարհը մտածում է, որ Քրիստոսը մի խեղճ անձնավորություն էր, որ բռնեցին ու նրան խաչեցին։ Բայց Աստծո ժողովուրդը տեսնում է, որ Հիսուսի խաչելությունը ապացույցն էր հոր սիրուն։ Ուրիշ ինչը կարող էր Աստված տալ քեզի, որ ապացուցեր, որ քեզ սիրում է։ Ինչ էր արել է, դու էլի կասկածում ես։ Ինչքան հրաշքներ է գործել, նորից պրոբլեմ, նորից ասում ես, բա որ Աստված ինձ սիրում է, ինչ էլի պրոբլեմ եղավ։ Սա մարդի բնույթն է, բայց որ քո հավատքի աչքերը տեսնում են արյունը, ամեն մեղքեք կսրբեք Քրիստոսի արյունը։ Հիմա որ պետք է մենք երգենք, թե երգով, թե աղոթքով, թե փառաբանենք, այդ հրաշքը կատարվում է։ Ում մեջ որ կատարվել է, արմատներն է խորացնում Սուրբ Հոգին։ Ում մեջ որ չի կատարվել, ձեր հայացքը թող շեղվի բոլոր ձեր բարի գործերից, ձեր հայացքը թող շեղվի բոլոր սատանայի մտքերից, մերժեք դրանք։ Բոլոր զգացմունքները ինչ են թելադրում, երևույթը ինչ է թելադրում, սատանան ինչ է ասում, մեր հոգու ուշադրությունը թող շեղվի եւ ուղիղ կենտրոնանա Քրիստոսի արյանը։ Անհավատ Թովմասի հավատքը ինչով բժշկեց Հիսուսը։ Երբ որ Թովմասը անհավատ էր, ինչով բժշկեց։ Երբ որ Հիսուսը հայտնվեց, ասեց Թովմաս, արի իմ վերքերը տես։ Եվ Թովմասը Հիսուսի վերքերը տենալով ընկավ Տիրոջ առաջ ծնկի վրա եւ ասեց. Իմ Տեր եւ իմ Աստված։ Բժշկեց Քրիստոսի վերքերը, այսինքն ապացույցը Հիսուսի արյունն է, մորթված գառնուկի վերքերն է։ Եվ սա ամենամեծ հրաշքն է, սիրելիներ։ Ամենամեծ հրաշքը Հիսուսի արյունն է, փառավոր է այդ արյունը։ Հին ուխտի մարգարեներին անգամ Քրիստոսի արյունն է բժշկել։ Երբ որ նրանք տեսել են Գողգոթան բացվել է եւ գրված է, որ նրանք հերվից տեսան, ողջունեցին, բայց նաեւ բժշկվեցին։ Հավատքով հաղորդ եղան, հավատքով արդարացան։ Հավատքով արդարանալ նշանակում է, որ դու Հիսուսի արյան վրա չես կասկածում։ Հավատքը սա է, սիրելիներ, որ դու տեսնում ես արյունը որպես Աստծո սիրո ապացույց, Աստծո բարության, եւ ովքեր որ այս հավատքով են ապրում, դեռ խնդրեմը չլուծված, դեռ հիվանդը չբժշկված, աղոթքի պատասխան դեռ չկա, բայց նրանք հավատքով զորացած փառավորում են մորթված գառնուկին։ Այս սատանան ստեղ է պարտվում։ Սատանան պարտվել է խաչի վրա։ Այսինքն նրա սուտը ջնջվել է խաչի վրա։ Հին մարդը սուտ է, հին մարդը այդ սուտն է, ջախջախվել է խաչի վրա։ Ալելույա։ Փառք Հիսուսին։ Ես խնդրեի, որ սիրելիներ կանգնենք Տիրոջ առաջ այս երգի ժամանակ։ Ալելույա։ Երգը հայտարարել։ Առաջի վերնագիրն էլ ասում։
երեխայի հավատքով երգենք, հավատքի աչքերով տեսնելով երգենք սիրելիներ, եթե մեկի մեջ էր առաջնորդություն կաղոտվի, թող աղոտքով փառաբանենք, ազատ փառաբանենք Տիրոջը։ Հիսուսի արյունը մաքրել է ինձ, մեղքից ու մահից ինձ ազատել, Հիսուսի արյունը մաքրել է ինձ, և երկինքը բացել է, Հիսուսի արյունը մաքրել է ինձ, մեղքից ու մահից ինձ ազատել, Հիսուսի արյունը մաքրել է ինձ, և երկինքը բացել է, քո արյունը, քո արյունը, քո արյունը, սուրբ արյունը հոսում է խաչի, Կարան արյունը մաքրել է ինձ, մեղքից ու մահից ինձ ազատել, Կարան արյունը մաքրել է ինձ, և երկինքը բացել է, Կարան արյունը մաքրել է ինձ, մեղքից ու մահից ինձ ազատել, Կարան արյունը մաքրել է ինձ, և երկինքը բացել է, քո արյունը, քո արյունը, քո արյունը, սուրբ արյունը հոսում է խաչի։ Փառաբանենք Տիրոջը սիրելիներ, ումը որ մաքրել է, ես հավատում եմ նրանք հաստատ հավատքով են փառավորում, ում էլ որ չի մաքրել, բայց ուզում են մաքրվեն, արյունը, ապացույցը ջնջում է սատանայի սուտը, որ նա ամեն օր քեզի հետ է, որ նա բարի հովիվն է, որ նա քեզ չի կարող թողնել պրոբլեմի ժամանակ։ Ես վերջերում այդպես հայտնություն կար, որ Սուրբ Հոգին Քրիստոսի արյունը որպես դաջվածք է անում մեր հոգու աշխարհում, որ այդ արյունը, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, որ արյունը խոսում է, երբ որ երկու եղբայր Կայենն ու Աբելը, Կայենը սպանեց իր եղբոր Աբելին, Աստված ասեց, որ քո եղբոր արյունը խոսում է, Կայեն, եւ բողոքում է ինձ, որ դու սպանել ես իրան։ Եթե սովորական մահկանացու մարդի արյունը կարող է խոսել, Աստծո որդու արյունը խոսում է, թե երկնքի առաջ եւ թե մեզ հետ է խոսում։ Ինչ է ասում։ Ինչ է ասում Քրիստոսի արյունը։ Հորդորում եմ սիրելիներ, որ դուք էսի միշտ լսող ելնեք, հավատքը լսելուց է։ Եթե դու չես լսում արյան ձայնը, եթե դու չես տեսնում արյան ապացույցը, դու չես կարող ավետարանին հավատալ։ Ավետարանը, որ վերջում դրվել է վերջակետ, նաև կնքվել է Քրիստոսի Աստծո գառան այրունով։ Ալելույա։ Եվ ովքեր հավատում են, նրանք ապրում են Աստծո խոսքով։ Աստծո խոսքի հեղինակությունը բարձրացրել է Քրիստոսի արյունը։ Սատանայի խոսքով ընկավ։ Հիմա Աստված ինչ հրաշքորձեր, որ ապացուցեր քեզ սիրում։ Ամենամեծ ապացույցը արյունն է, եւ նա չխնայեց։ Այնպես սիրեց աշխարհը Աստված, մինչև իր միածին որդին տվեց քեզ համար։ Քրիստոսի արյունը խոսում է,
որ ամեն օր նա քեզի հետ է, մինչև աշխարհի վերջը։ Բռնեք Աստծո խոսքը, սիրելիներ։ Դա արյունն է ասում։ Անկամ հին ուխտի մարգարեները, որ հերվից տեսել էին Գողգոթան, նրանք Աստծո խոսքով են ապրել, եւ դա համարվել է իրանց արդարություն։ Եվ Դավիթ Հագավորը, որ այդքան զորավոր անձնավորություն էր, եւ Տիրոջ օծությունը կար նրա վրա, բայց ասում է, թե մահվան շուքի ձորին մեջ ալ պտտեմ, չարեմ պիտի չվախնամ։ Մահվան շուքի ձոր, ամբողջ աշխարհը սարսափում է մահից։ Դավիթ ասում է, չեմ վախենում։ Եվ ինչն է ջնջել այդ վախը Դավիթի ներսից, չէ որ նա նույնպես սովորական մահկանացու է։ Գողիաթը այս անգամ դուրս չի եկել իր առջև։ Չարեն պիտի չվախնամ, ուրեմն սատանան է հարձակվել։ Եվ մարդը անզոր է այդ ստության ոգու առջև, բայց չպետք է վախենամ, որովհետև ինքը հայտարարում է, որովհետև դու ինձի հետ ես։ Մի հարց, բայց Դավիթ Հագավոր, դու որտեղից գիտես, որ Տերը քո հետ է։ Դու զգում ես նրա ներկայությունը։ Ասում եմ ոչ։ Բա ինչ ես զգում։ Զգում եմ մահվան ներկայությունը։ Մահվան շուքը իմ վրաս է ընկել։ Էլ ինչ ես զգում։ Չարեն պիտի չվախնամ, այսինքն չարն էլ հարձակվել է իմ վրա։ Բա որտեղից գիտես, որ Տերը քեզի հետ է։ Խոստմունք է դա, որ ամեն օր ինձի հետ է։ Բարի հովիվը չի կարող թողնել։ Այս հայտնությունները նույն հոգին, որ Դավիթի վրա էր, մենք այդ նույն հոգով ենք մկրտվել։ Այս հայտնությունները Սուրբ Հոգին տվել է իր մարդկանց։ Ուրեմն խոստմունքը բռնել է խոսքը։ Եվ հին ուխտի մարգարեները տեսել են Գողգոթան, արյունը վկայում է, երեքն են, որ երկրի վրա կվկայեն։ Հոգին, ջուրը, հոգին, որ Սուրբ Հոգին է, ջուրը, որ Աստծո խոսքն է, եւ արյունը, որ Քրիստոսի արյունն է։ Այս երեք վկայությունը ապացույց են, ավետարանի ապացույցն է, սիրելիներ, եւ ամենազորավոր ու վերջնական ապացույցը մորթված գառնուկի Սուրբ արյունն է, որը ջնջում է մեղքը մարդի հոգու աշխարհից։ Այդ սուտը ջախջախվում է։ Դրա համար սատանան գիտի, հուսահատված սրտերը, որ արյանը հավատացին, դրա համար գրված է, որ չարին հաղթեցին անոնք գառնուկի արյունով։ Արյունով է չարը պարտվում։ Ես մի ժամանակ մտածում եմ, որ սատանան, որ հարցաղում է, պետք է ասես Հիսուսի արյունով անդունդը գնա, Հիսուսի արյունով, եւ շատ անգամ ասել եմ չի գնում։ Այ քեզի բանա։ Ու սատանան միտք է բերում, որ տեսար էդ էլ սուտ էր։ Հավատքը կոտրում, աստվածության ոգին է։ Սատանայի ամենահզոր զենքը սուտն է։ Աստծո խոսքը, որ հեղինակազրկես, դու պարտված ես։ Նրան ոչ իմաստությունով կարող ես հաղթել, ոչ քո զորություններով, ոչ հնարքներով, ոչ մի ձևով։ Նրան միայն ստին հաղթում է ճշմարտությունը։ Խավարին հաղթում է լույսը։ Մահվանը հաղթում է կյանքը։ Ալելույա։ Եվ Քրիստոսի արյունը Սուրբ Գիրքը ցույց է տալիս, սիրելիներ, որ անգամ հին ուխտի մարգարեները, որ տեսել էին, բացվել իրանց Գողգոթան, եւ տեսել էին, որ Տիրոջ խոսքերը այո եւ ամեն են, եւ նրանք ամուր բռնել էին, եւ հավատքով զորացած Աստծուն փառք էին տալի, եւ գառնուկի արյունը ջնջել էր։ Այդ հավատքն է իրանց համար արդարություն։ Քրիստոսի արյունը ասում է բոլոր խոստումները, խոսում է նա։ Եվ ասում է, որ մի վախնար։ Այն ինչ որ Տերը ասել է այո եւ ամեն է։ Այսինքն չարին հաղթում են գառնուկի արյունով, այսինքն արյունը որպես ապացույց, սա է հաղթությունը։ Փառավորվի Հիսուսի անունը։ Արյունը որպես ապացույց Աստծո խոստումներին, սա է հաղթությունը։ Այսինքն սատանան ինչքան էլ ուզում է քեզ համոզել, որ Աստված քեզ թողել է, օրինակ իմ կյանքում բոլոր հրաշքները մարել են, նրանց ուժը, զորությունը մարել է։ Հիմա որ Աստված ամենամեծ հրաշքը գործի քո կյանքում,
այստեղից դուրս կգաս։ Առաջի գայթակղությունը չէ, կարող է երկրորդը չէ, երրորդը կմարեցնի։ Միայն արյունն է հաստատում, որ Հիսուսն ասել է կյանքը ես եմ, ապացույցն էլ արյունն է։ Էդի է ջնջում։ Որտեղն ասել է ես քեզ հավիտենական, հայրական սիրով եմ սիրում, արյունն էլ կնիք է, խոսում է արյունը։ Եվ չարին հաղթել են Աստծո ժողովուրդ արյունով։ Ես հավատում եմ, որ հիմա Քրիստոսի արյունը ձեր հոգու հետ խոսում է։ Հուսահատված սրտերին ասում է, որ Տերը քեզի հետ է։ Վախեցած սրտերին ասում է, որ դու մենակ չես։ Դու բարի հովիվի գրկում ես։ Ընդունեք սիրելիներ, ընդունեք, դա Քրիստոսի արյունն է ասում։ Ես չեմ ասում։ Դա գիրը չի ասում։ Եթե ավետարան առանց արյան լիներ, իր ուժը կկորցներ։ Բայց Աստծո խոսքը, որ արյունով է կնքվել, զորավոր է, 2000 տարի քարոզվում է, եւ նրա զորությունն ու թարմությունը չի կորել, որտեղ Քրիստոսի արյունը հավիտենական ապացույց է, զորություն է, նա հարություն է առել։ Փառավորվի իր անունը, փառտվեք որդված կառնուկին։ Ուրեմն ինչքան է սատանան քեզի վախ բերի, ինչքան է սատանան հուսահատություն բերի, ինչքան էլ խնդրեմը երկարի, դու միայն մի բան ունես խոստովանելու. Տեր, իմ խելքը չի հասնում քո գործերից։ Ու նայի արյանը, ու ասա, որ քո արյունը, քո սիրո ապացույցն է, անունը փառավորվի։ Ետիս կնա սատանա։ Տերը չի կարող խաբել, իր կյանքն է դրել։ Եվ երբ որ այդ արյան հավատքով զորանում ես, այդ արյունը սկսում է ջնջել քո սրտից, այդ ստերը, եւ սատանան սարսափած փախչում է, որտեղ իր սուտը քանդվում է։ Կապանքը քանդվում է, ինքն էլ փախչում է։ Ամա այդ բժշկությունը գնում է դալիճ։ Ես հավատում եմ, որ այստեղ ժողովուրդ կա, որ արդեն արյունը մաքրել է, նրանց ներսում արմատներն են խորանում։ Եթե այստեղ կան նոր հոգիներ, հորդորում եմ, Աստծո խոսքի ապացույցը Հիսուսը իր արյունով է ապացուցել։ Դրանից թանկ բան չկա, որ Աստված իր որդին է տվել, իր կյանքն է դրել։ Ուրեմն աղոթի, որ քո հոգու աչքերը բացվի եւ հավատքի աչքերով դու տեսնես այդ ապացույցը, որ այդ արյունը մաքրի քեզ։ Ես այս մասին վկայել եմ։ Մի եկեղեցու անդամ եղբայր հոգով ջրով մկրտված, տարեց եղբայր էր, 90-ական թվականների բան եմ ասում։ Այսպես մոտեցել էր, ասեց կարելի է մի հարստան Փարոսի անտառում դեռ այդ պաշտամունքների ժամանակն էր, ու ինքը շատ տխուր էր, մահվան շուք կար նրա վրա, նրա դեմքը դեռ այսպես մահվան շուքը բռնել էր, շատ տխուր էր, որ ինքը մոտեցավ, այդ շունչը ինձ էլ դիպավ, ու ես զգացի, որ այս մարդը մահվան շուքի ձորի մեջ է, այդպես հարված է կավին վրա, եւ հարցը հետեւյալն էր, ասեց, եղբայր ջան, քանի անգամ ես աղոթեմ, որ Աստված իմ մեղքերը ների։ Սատանայի սուտը տեսնում եք, արյունը չի աշխատում, տեսնում եք, կույր է հավատքի աչքերը, տեսնում եք, սիրելիներ, իսկ դու սատանային ոչ մի զորությունով չես կարող հաղթել, գառնուկի արյունն է հաղթում սատանային։ Նրա ստերը մի անգամից ջնջում է, ոչ թե փոշի է դարձնում, ջնջում է, հետքնել չի թողում։ Դա գառան արյունն է։ Ինքը շատ տխուր էր, բայց նոր հոգի չէր։ Եկեղեցու անդամ էր։ Մկրտված էր, աղոթում էր, բայց ապացույցը արյունն է, սիրելիներ։ Ասի ինչ ասեմ, եղբայր ջան, ես էլ այդպես տխրեցի, որ հավատքը չի աշխատում, վկայություն չունի, արյան վկայություն չունի, արյան ձայնը չի լսել ես մարդը, ճշմարտությունը չի ճանաչում, ճշմարտությունը պետք է բժշկի, ու ես մարդը մտածում է, որ ինչքան պետք է չարչարվեմ ես, եւ ինչքան էլ որ չարչարվել է, ինքը նոր հոգի չէր, արդեն քանի տարի աղոթում է, ուրեմն արցունքով աղոթել է, ծոմով աղոթել է, մարդը հասկացվում է, որ աղոթել է,
Բայց դրանք սիրելիներ չեն կարողանում ապացուցել։ Սատանան նորից բռնում է ստով, ասում է, հա, չէ, ասում է, ոնց որ թե շատ աղոթեցիր, բայց դեռ դա բավական չի։ Մարդը նորից իր ջանքերն է օգտագործում, իր ուժերը, եւ գալիս է, թվում է, թե որ այս անգամ Աստված իրան կների, կբժշկի, իր աղոթքը կլսի։ Եվ Սատանան նորից սուտը միջամտում է, չի ասում է, ոնց որ այս տարի շատ չարչարվար դու։ Ապրես, ասում է, լավ էլ աղոթել ես, լավ էլ լացել ես, ամեն բան արել ես, բայց ոնց որ թե քիչ է, չէ, հələ ուր է որ հասնես։ Ուսեն Սատանան ծաղրում է սիրելիներ Աստծո զավակներին։ Սատանան իր ստերով մոլորացնում է Աստծո զավակներին։ Եվ դրա բժշկությունը կառան այրունով է։ Ալելույա։ Եվ այդ այրունը Սուրբ Հոգին որպես դաջվածք այմա դնում է քո հոգու մեջ։ Սա մարմնի վրա չեն դնում, սա դնում են հոգու վրա, որ ամենակրիտիկական հուսահատ պահին դու տեսնես Գողգոթան, այրունը խոսի ու ասի մի վախնար, ինչ որ Տերը ասել է, այո եւ ամեն է, ու դեռ աղոթքի պատասխանը չառած, դու հավատքով զորացած փառավորում ես Հիսուսին, եւ երբ որ դու հավատքով ես փառաբանում, Սատանան փախչում է քեզանից, կատարվում է Աստծո խոսքը, հակառակ կեցեք Սատանային, հակառակ կենալը որն է, որ դու իրա ձայնին չես հավատում, իրա մտքերին, դու հավատում ես արյան ձայնին, եւ այդ արյունը քո հոգու աշխարհից ջնջում է սուտը։ Մեր կողմը որն է, որ արյունը ջնջի։ Քո կողմը սա է, որ դու հիմա քո սրտի մեջ ասում ես, այո եւ ամեն, ես համաձայն եմ Տեր։ Քեզ թվում է դու ավելի շատ բան կարող ես անել, շատ բան չես կարող անես։ Դու ունես ազատ կամք, դու ունես որոշելու իրավունք, ընտրելու իրավունք, համաձայնվելու իրավունք, այսքանն է քեզ տրված։ Ինչքան որ տրված է օգտագործի։ Եվ այն սրտերը, որ հիմա Հիսուսի արյան ասում են այո եւ ամեն, համաձայնվում են հակառակվելով ստերին, որը մտքերով է, զգացմունքներով է, երևույթով է, այրյունը հենց հիմա քո նստած տեղը ջնջում է այդ վիրուսը։ Հորդորում եմ փառտուր Հիսուսին, որտեղ Սուրբ Հոգին այս գործն է անում եւ Քրիստոսի արյունն է փառավորում։ Նա եկել է Քրիստոսին փառավորելու։ Քրիստոսին փառավորելը 100 հատ փառաբանության երգերով կամ ալելույաներ ասելով չի։ Քրիստոսին փառավորել նշանակում է հավատալ նրա սիրուն, նրա արյանը հավատալ, նրա խոստումներին, երբ որ դու հավատում ես ու ապրում ես Աստծո խոսքով, այս հավատքը փառավորում է մորթված գառնուկին։ Դրա համար սիրելիներ մենք մի երգել պետք է երգենք արյան։ Արժանի է, որ մենք երգենք մորթված գառնուկի այդ արյանը փառաբանենք։ Արժանի է թե ոչ։ Երբ որ մարդը մի դեղ ընդունում է եւ այդ դեղը բժշկում է, ռեկլամներ են անում այդ դեղի համար, բժշկել է ժողովուրդ, բժշկել է Քրիստոսի արյունը, հալելույա, քանի հոգի են մաքրել, ուրեմն մենք կարիք չունի, որ մենք նրան ռեկլամ անենք, բայց մենք դավանում ենք նրա զորությունը, եւ ովքեր որ հավատքով խառնվում են Աստծո խոսքի հետ, Սատանայի տարիների, չգիտեմ ում վրա ինչ ծանրություն կա, ում վրա ինչ կապանք կա, ինչ պրոբլեմ կա, դրանք արդեն խալխլվել են, Երիքովի պարիսպները երկրաշարժ է սիրելիներ դիվական աշխարհում, որտեղ արյան զորությունն է բարձրանում, հիվանդությունները, պրոբլեմները խուճապի են մատնված, դրանք սատանայի կառույցներն են, կապանքներն են, ջախջախվում են, ինչու, որ մենք զորավոր ենք աղոթում դրա համար, որ եղբայրները քարոզում են դրա համար, արյան վկայությունն է բարձրանում, սուտը ոտքի տակ են գնում, և դրա համար գրված է, որ Աստծո ժողովուրդը տրորելով սատանայի զորությունը իշխանությունն է տվել Տերը, գնում են իրենց բարի հովիվի գիրկը և կողկրտել սատանայի զորությունը
Գիտեք, աշխարհում շատ մոլորություններ կան։ Սատանան ամեն ինչ անում է, որ արյունը նսեմանա։ Դրա համար առաքյալները հայտարարել են. մենք քարոզում ենք խաչալ Քրիստոս, որտեվ արյունն է բժշկում։ Ինչ հրաշքել քարոզես։ Մարդին չի բժշկում։ Կողոքեվորի, բայց չի բժշկի։ Կուրախացնի, բայց չի բժշկի։ Բայց որ արյան հայտնությունն է, ամեն մեղք է կսարփե, էլ ընդ բան չի մնում։ Կաթիլ անգամ չի մնում, սատանայի մեղքը սատանայի սուտն է, որին դու հավատում ես։ Այս է մեղքը։ Որ կյանքի աղբյուրը թողել ես, այդ ծակոտ գուբերի մեջ, մեղքի այդ գուբերի մեջ գնաց է կյանք ես փնտրում։ Եվ սրա բժշկությունը կատարվել է Քրիստոսի արյունով։ Այսինքն, եթե Տերը ինձ ասել էր ջուրը մի խմի, ինքը ինձ չի զրկում, ինքը ինձ չի խաբում, բա որտեղից ես համոզվեմ, դա իր արյունն է համոզել ինձ և ջնջել է, դրա համար Աստծուն հավատացողները աղբ են համարել, այդ ծակոտ գուբերը, մեղքի կյանքը աղբ են համարել, և ինչից էլ որ զրկվեցի, աղբ եմ համարում, որ Քրիստոսը շահեմ, այսինքն դու չես զրկվում, դու փրկվում ես, Հովսեփը չզրկվեց առիթից, Հովսեփը փրկվեց, Պողոս առաքյալը չզրկվեց երիտասարդ կյանքից, նա փրկվեց, դրա համար այսօր որ մենք նայում ենք աշխարհին եւ տեսնում ենք աշխարհի գայթակղությունը, տեն չի որ սատանան սիրելիներ մեզանից ձեռ է քաշել, պատերազմը շարունակվում է, բայց ինչու մեղքի գայթակղությունները չեն կարողանում գերի բռնել շատ Աստծո զավակների, որովհետև այդ կյանքի նկատմամբ այլևս հավատք չկա, մենք հավատում ենք ավետարանի քարոզած կյանքին, որը կնքված է գառան արյունով, փառավորվի Հիսուսի անունը։ Քանի որ բժշկությունը շարունակվում է, Սուրբ Հոգին հանդիմանում է անհավատության համար, մեղքի համար եւ մեղք անհավատությունն է, Պենտեկոստեն շարունակվում է, Պենտեկոստեն այդ պահը չի միայն, որ Սուրբ Հոգով մկրտվան ու լեզուներ խոսացին։ 2000 տարի է Պենտեկոստե է երկրի վրա։ Սուրբ Հոգին սատանայի ստից է բժշկում եկեղեցին, ամեն հավատացողի Հիսուս Քրիստոսի արյունով։ Քանի որ Պենտեկոստեն շարունակվում է, մենք էլ պետք է փառաբանենք, այստեղ ժողովուրդ կա, որ հավատում է արյանը Քրիստոսի։ Հավատացողները պետք է փառաբանեն, այնպես փառաբանենք, որ բոլորի մեջ տարածվի այդ հավատքը։ Կանգնենք Տիրոջ առաջ,